Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ ձեր Գագիկ Ծառուկյանին։ Հայաստանը զարգացման ճանապարհով տանելու համար անհնարին ոչինչ չկա, համոզված է Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա, բանիմաց մարդկանց շնորհիվ հնարավոր է հասնել այդ նպատակին։ Միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ճիշտ ոլորտի ներկայացուցիչներ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Չկա մի խոստում, որ ինքը իրականացրած չլինի, Աբովյանում հանրահավաքի ժամանակ հայտարարում է ԲՀԿ ղեկավարը։ Չկա չի բան, որը չկարողանամ կյանքում խոսք չեմ տա, ասեմ կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա կապ, կա հնարավորություն, որ դա իրականություն դարձնենք։ Կարճ ժամկետում օրեցօր դա կփոխվի եւ ամեն ինչը լավ կլինի։ Տուրիստական ամենապահանջված հասցեներից մեկն է լինելու Կոտայքը, վստահեցնում է նա։ Այո։ Հատիսի գագաթին փրկչի արձանը դեռ չեն կանգնեցրել, բայց Լեռան ստորոտի բնակավայրերում մարդիկ հողեր են առնում, որ բիզնես դնեն, ասում է Ծառուկյանը։ Կոտայքը աշխարհով մեկ հայտնի դարձնելու նպատակ ունի։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Կոտայք, Հայաստան, ամենազոր կարող Քրիստոսի արձանը։ Ժողովրդի համախմբվածությունը միայն Հայաստանը կարող է հանել այսօրվա ծանր վիճակից ու տանել զարգացման ճանապարհով։ Մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարենք ներքին թշնամանքը։ Այդ սաղ պետք է դնենք մի կողմ, ժողովուրդ։ Մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից։ Բոլորս այս երկրում ապրում ենք։ Պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դադար խոսքեր։ Հայաստանը միակողմանի ստորացուցիչ զիջումների առաջ կանգնեցրած իշխանությանը այլընտրանք կա, վստահեցնում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։ Այս իշխանությունը ամեն ընտրությունից հետո իր վարած քաղաքականության հետևանքով ազգային ավել է բերել։ Այս անգամ տոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Մենք մեր առաջարկած մոդելով նպատակ ունենք փրկել Հայաստանի Հանրապետությունը, լայք իշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Պատերազմի մունետիկները, գործող իշխանության ներկայացուցիչները Սուրենյանցի խոսքով չեն կարող մեղադրել ընդդիմությանը պատերազմ հրահրելու փորձերի համար։ Ընդդիմությունը ձգտում է իրական խաղաղության։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։